Որ Յամալը Ինտերի հետ մի 20-25 րոպե փայլեց, դա քննարկման հարց չի, գոլը վառ ապացույց, որ գավաթակիր դառնալուց դարձել էր ծիածան, էդ էլ հարց չկա, արա բայց հերը ինչի է իրան տենց բաներ թույլ տալիս, նա հայտնի է իր էքսցենտրիկ բնավորությամբ, բայց որ սենց բան կասի, ոչ մեկ չէր սպասի, չնայած ես ռեալի ֆան եմ եղել, բայց թքած դրա վրա, Բարսն է հիմա ինձ կերակրում, սենց լավ չի ինգեր ջան, ասեիք, որ ընտանիքով Բարսայի բյուջեն կթում եք, Այդ Յամալը լրիվ է թեթև սոլիկ հորն է քաշել։ Մազերս ներկեցի, քանի որ տանը պարապ էի, այդպես ժամանակը շուտ անցավ։ Մինչև Յամալի մազերին անցնելը մի հատ ապացուցենք, որ հերը իսկականից է ռեալի ֆան է։ Նենց որ չզարմանաք, եթե մի օր Յամալին տեսնեք ռոզվի մազերով եւ սպիտակ շապիկով։ Ինչ վերաբերվում է սանրվածքին, ապա ես հենց տեսա այն միանգամից հիշեցի հնդիկ երբեմնի ամենաերիտասարդ խոստումնալից ֆուտբոլիստին, նմանությունը ակնհայտ է։ Ես պետք է ընդունել, որ Յամալի ազդեցությունը արդեն դուրս է գալիս խաղադաշտից, որովհետև Ադամա Տրաորեից հետո ամենաես ֆուտբոլիստ Ռիչարդսը, որը հիմա լրագրող է աշխատում, չելենջ ընդունեց։ Եթե հաղթեք Չեմպիոնների լիգան, ես մազերս բլանդինկա կներկեմ քո պատվին ու դու կգաս ինձ մոտ շապիկ կնվիրես։ Ինչ կասեք, այս հաստ մուսկուլներով սև մաշկով մեր կոլեգան կդառնա բլանդինկա, թե չէ։ Ասիական աշխարհում նույնպես Չեմպիոնների լիգա էր, նույնպես կիսաեզրափակիչ եւ Ալ Նասրը դուրս մնաց պայքարից Կավասակի ֆրոնտալե ակումբի հետ պայքարում, Ռոնալդուն չէր հասկանում ինչ կատարվեց։ Ոնց կարային մեզ հաղթեին, ոնց կարային ինձ հաղթեին։ Չէ, դա ուրիշ բանի հետ է կապված։ Խաղի ընթացքում մի դրվագում, երբ ակնհայտ գոլային հնարավորություն կար, Ռոնալդուն չկարողացավ իրացնել այդ պահը, դրա համար էլ խաղի ավարտին այտենց ապուշ էր կտրել։ Եթե չգիտեք, ասեմ, որ շներին, երբ որ մթության մեջ են պահում, նա կատաղում է։ Հետևաբար պետք է ընդունել, որ Ռուդիգերին էլ կլասիկոյի եզրափակիչից առաջ մի քանի ժամ պահել էին մթության մեջ, դրա համար էլ